ուշադրության եք գրավում այն հանգամանքի վրա, որ մեղադրանքը, որը առաջադրված է քրեական օրենսգրքի 490 հոդվածով, այստեղ սուբյեկտները շատ որոշակի են քրեական օրենսգրքի հոդվածի։ Դատավոր, դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննության մարմնի, փաստաբանի ներկայացուցիչ, փորձագետ կամ հարկադիր կատարող նրան, այսինքն սրանք կոնկրետ որոշակի անձինք են։ Ինչ վերաբերում այն դեպքերին, որ օրինակ ձեր պարագայում առաջ նկատում եմ առաջին այցանի դատարանի պարագայում դատավորը հանդես է գալիս որպես դատարան, այսինքն որպես ինստիտուտ, Սահմանադրական դատարանի պարագայում այդպես չի, որպես Սահմանադրական դատարանի դատավորը հանդես չի գալիս որպես դատարան։ Սահմանադրական դատարանում դատարանը հանդիսանում է իր ամբողջ կազմով, իլեկտրիկ կազմով, որը իրականացնում է իրազեկություն։ Այսինքն այս դեպքում անձը դատավորը որոշակիորեն պետք է առանձնացված լինել, ավելի վարույթը պետք է նախաձեռնվեր դատավորի, այսինքն բուժողի դիմումի հիման վրա, եւ դա Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի հոդված 6-ի պահանջն է, որտեղ ասում է, որ դատավորը հաղորդում է իրավասու պետական մարմինների եւ Սահմանադրական դատարանին, այսինքն իր լիազորությունների կատարման հետ կապված խնդիրները առաջանալու դեպքում դատավորը ինքն է դիմում, այսինքն նա պետք է դիմել եւ ճանաչվել որևէ մեկը որպես բուժող։ Հիմա պարզվում է, որ դատավորները եթե չեն հետևում, կարծում եմ նրանք շատ բավականին չեն հասցնում հետևեն դատական լսումներին, նրանք նույնիսկ տեղյակ չէ, որ իրենց հետ կապված ինչ-որ բան է տեղի ունեցել։ Որովհետև Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, որը ֆունկցիոնալ առումով դատավորների հետ չի ենթարկվում, չի առնչվում նրանց, չի զեկուցում նրանց իր գործունեության մասին, մի հատ նամակ է գրել գլխավոր դատախազի, վարույթ է նախաձեռնվել եւ այդ մարդիկ նույնիսկ կարող տեղյակ չեն, որ իրանց հետ կապված ինչ-որ բանը կարող է իրենք համաձայնեն, անհամաձայնեն եւ այլն, այսինքն նրանց այդ նախաձեռնության փուլում չեն ներգրավել որպես տուժող, նրանց չեն հարցակնել, նրանց կարծիքը որևէ մեկին չեն լսել։ Հետևաբար կարծում եմ, որ միջնորդությունը չափազանց հիմնավոր է եւ այդ բացողումը պետք է լրացվի դատարանում։ Այլ այն մեղադրող դեպքում